Մայրաթոր Սուրբ Էջմիածինը տարին սկսում է աղոթքով և օրհնությամբ, 2013-ը նոր է մեկնարկում։ Մայր տաճարում պատարագ է մատուցվում հենց հունվարի 1-ին, այդ օրը հայոց եկեղեցու գահակալի շուրջ են համախմբվում հոգևոր դասի ներկայացուցիչներն ու ժողովուրդը։ 2013-ի առաջին պատարագիչը Տեր Եղիա Աբեղա Խաչատրյանն է, քարոզի ժամանակ նա անդրադառնում է քրիստոնյայի համար նոր տարվա հոգևոր իմաստին։ Հիշեցնում է Պողոս Առաքյալի միտքը, որ հին մարդուց պետք է հրաժարվել, նորոգվել Քրիստոսով։ Տարվա փոփոխությունը հոգևոր աճի խորհուրդն ունի։ Հունվարի 1-ի պատարագի ավարտին կատարվում է հայրապետական մաղթանք։ Այս արարողության ժամանակ ընթերցումներով ու շարականներով ներկաները աղոթում, օրհնություն են խնդրում, որ Աստված անսասան պահի ամենայն հայոց հայրապետությունը։ Պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա և օրհնյա, սանրաբերություն Հայաստանի, զազգս հայոց եկեղեցիս Հայաստանյայց։ Հոգևորականները մեկտեղվում են խոսելու հայոց եկեղեցու ձեռքբերումների ու անելիքների մասին։ Վեհափառ հայրապետն օրհնում է ներկաներին, մաղթում, որ անսակարգ կերպով շարունակեն գործունեությունը հայ եկեղեցու պայծառության ու մեր ժողովրդի հավատքի զորացման համար։ Աստծո օրհնությունը, Աստծո զորությունը, զորացությունը ձեզ ձեր առաքելության մեջ։ Աննա Թամրազյան, Սուրեն Տեր Գրիգորյան, Եկեղեցական կյանք։